Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը։ Նախագահը նկատի ուներ այս մարդկանց։ Ապրիլի 24-ին Ստամբուլում ի համերաշխություն հայերի արված ցույցն է։ Թուրքիայում մինչ այդ երբեք նման բան չի եղել։ Հարյուրավոր մարդիկ հետևելով 68 թուրք հայտնի մտավորականների կոչին եկան Թաքսիմ հրապարակ հայերի վիշտը կիսելու։ Ոստիկանությունը հարկադրված էր պաշտպանել նրանց նույն հրապարակում հավաքված ազգայնականներից։ Բախումից բարեբախտաբար հաջողվեց խուսափել։ Ազգայնականները սպառնալիքներ հնչեցրեցին հայամետ իրենց հայրենակիցների հասցեին, բղավեցին և ցրվեցին։ Իսկ զոհված հայերի հիշատակին դրված ծաղիկները մնացին։ Մեզարները իրեով։ 1915 թվականին, երբ մենք ընդամենը 13 միլիոն էինք, այս հողերի վրա բնակվում էին 2 միլիոն հայեր։ 1915 թվականի ապրիլի 24-ին նրանց սկսեցին քշել, մենք կորցրեցինք նրանց։ Արդեն չկան, անգամ գերեզմաններ չունեն, սակայն այսօր էլ շարունակում է գոյություն ունենալ և էլ ավելի խորանալ մեր խղճին ծանրացած մեծ ցավը։ Թուրքիայի բոլոր բնակիչներին, ովքեր իրենց սրտում զգում են այդ ցավը, կոչ ենք անում իրենց հարգանքի տուրքը մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին։ Սա բոլորիս ցավն է։ Այդ վիշտը նաև մերն է։ Հանրահավաքի կազմակերպիչների անունից այս ուղերձը ընթերցեց բալետի հայտնի պարուհի Զեյնեբ Թամբայը։ Նա սեր և խաղաղություն է քարոզում ոչ միայն թատերական բեմահարթակից։ Թուրքիայում նրան նաև ճանաչում են որպես համարձակ և սկզբունքային հասարակական գործիչ։ Նրա ուշադրության կենտրոնում են հատկապես քրդերի քաղաքացիական իրավունքները ու հայկական հարցը։ Երիտասարդ էի, երբ մի անգամ Նյու Յորքում հանդիպեցի մի հայի, որն ինձ հարցրեց. «Ինչ ես մտածում 1915 թվականի իրադարձությունների մասին»։ Ես չէի հասկանում, թե նա ինչ նկատի ունի, քանի որ երբեք ոչինչ չէի լսել հայերի հետ կատարված ողբերգության մասին։ Ես սկսեցի հետաքրքրվել։ Զեյնեբ Թամբայը իր արվեստով հայրենակիցներին հայերի առջև ապաշխարելու կոչ է անում։ Ստեղծագործական լեզուն դրա հնարավորությունը տալիս է։ Քաղաքացիական դիրքորոշումը հնարավոր է դրսևորել անգամ պարի միջոցով։ Ժամանակին մենք ընկերներով Ստամբուլի Գալատասարայ հրապարակում մի ցույց էինք կազմակերպել, պահանջելով, որ մեր կառավարությունը ներողություն խնդրի հայերից։ Ընկերներիցս մեկը ասաց. «Բայց ինչու ենք մենք կառավարությունից դա պահանջում։ Եթե իշխանավորները չեն ուզում, եկեք մենք ինքներս ներողություն խնդրենք»։ Եվ երբ մենք շատ լինենք, պետությունը հարկադրված կլինի հետևել մեր օրինակին և ապաշխարել։ Որոշեցինք ինքներս գնալ Երևան, Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղիկ դնել և հայերից ներողություն խնդրել։ Զեյնեբ Թամբայի քաղաքական հայացքները լիովին կիսում է նրա ամուսինը, Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մեհմետ Ուֆուկ Ուրասը։ Համախոհների և թիմակիցների ընտանիք է։ Ուրասը առաջիններից մեկն էր, ով սկսեց մեջլիսում խոսել հայկական հարցի մասին։ Նա անկուսակցական է, թեև քրդական խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ է։ 1915 թվականի ողբերգությունը բոլորիս վիշտն է, սակայն ես չեմ ուզում, որ հայերը կարծեն, թե ողջ թուրք ազգն է մեղավոր տեղի ունեցածի համար։ Ոճրագործությունը կատարել է այն ժամանակ իշխող երիտթուրքական կառավարությունը, որն արժանի է ամենախիստ քննադատության։ Թուրքիայի ներկայիս կառավարությունը պետք է դատապարտի այդ հանցագործությունը, այլ ոչ թե ժխտի տեղի ունեցածը։ Մեհմետ Ուֆուկ Ուրասը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ջատագովներից է։ Ցյուրիխում կնքված արձանագրությունները նրան մեծ հույսեր էին ներշնչել։
Նա ի սկզբանե պահանջում էր, որ այս փաստաթղթերը վավերացվեն առանց հարցը Ղարաբաղի հետ կապակցելու։ Կարծում եմ, Մեջլիսը ի վերջո կվավերացնի արձանագրությունները։ Քայլ առ քայլ պիտի գործենք այս հարցում։ Կարևոր է, որ Ղարաբաղին վերաբերող նախապայմանը մեկընդմիշտ հանվի։ Այդ հարցը թող ԵՀԿ-ում քննարկվի։ Դա մեր լուծելիք հարցը չէ։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունները պետք է զարգանան անկախ դրանից, թե ինչպես կլուծվի Ղարաբաղյան խնդիրը։ Անձամբ ես կողմ եմ արձանագրությունների վավերացմանը եւ հավաստիացնում եմ, Մեջլիսում եւս կան մարդիկ, ովքեր ուզում են, որ արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների։ Նախապայմաններից հրաժարվելու անհրաժեշտության մասին խոսում են ոչ միայն ձախ հայացքներ ունեցող քաղաքական գործիչները, այլ նաեւ քաղաքականությունից հեռու սովորական մարդիկ։ Էջե Թուրանը տաքսու վարորդ է։ Նրա հետ ծանոթացանք, երբ մեզ տանում էր Ուֆուկ Ուրասի հետ հանդիպման։ Իմանալով ինչի համար ենք Ստամբուլ եկել, ցանկություն հայտնեց սեփական կարծիք է արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ։ Ես համաձայն չեմ, որ ցեղասպանություն է եղել, սակայն եթե դուք հավատում եք, որ այդպիսի բան եղել է, ուրեմն պետք է այդ հարցը մի կողմ դնենք ու հարաբերություններ հաստատենք առանց նախապայմանների։ Ես ուզում եմ, որ լուծվեն ձեր հետ եղած բոլոր խնդիրները։ Իսկ դրա միակ հնարավորությունը երկխոսությունն է, իրար հետ շփվելը։ Այո, ադրբեջանցիները մեր հորեղբորորդիներն են։ Մեզ համար ցանկալի է, որ ամեն ինչ նրանց ուզածով ստացվի։ Սակայն նախապայմանները միայն խոչընդոտելու են։ Պետք է դրանցից հեռու մնալ։ Թայֆուն Թալիփօղլուի հետ նույնպես պատահաբար ծանոթացանք։ Փողոցում հայերեն խոսակցություն լսելով նա մոտեցավ մեզ եւ ներկայացավ որպես գործընկեր։ Թայֆունը կենտրոնական TRT հեռուստաընկերության մեկնաբանն է, հասարակական հաղորդումներ է պատրաստում։ Աշխատանքի բերումով Անատոլիայում հաճախ եմ շրջում եւ ամեն քայլափոխի հայերի հետքեր եմ տեսնում։ Տեղացիները ասում են, որ իրենց իմացած բոլոր արհեստները հայերից են սովորել։ Նրանցից բազմիցս լսել եմ. «Այ եթե հայերն այժմ այստեղ ապրեին, մեր կյանքը ավելի լավ, ավելի հարուստ կլիներ»։ Տեղին է հարցնել, եթե հայերից այդքան լավ բան եք տեսել, ինչու եք նրանց քշել այդ հողերից։ Այս հարցը անխուսափելի է եւ այն արդեն սկսել է քննարկվել մեր հասարակությունում։ Ամենահետաքրքիրը այն է, որ Թայֆուն Թալիփօղլուն ազգությամբ ադրբեջանցի է։ Նա խոստովանեց դա մեր զրույցի վերջում։ Այո, ադրբեջանցի եմ։ Նախնիներս Հայաստանում էին ապրում։ Հայերից փախել փրկվել են, սակայն այժմ ամենալավ ընկերներս հայերն են։ Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները չեն խոչընդոտում հայ ընկերների հետ իմ հարաբերություններին։ Կուզենայի, որ նույնը մեր երկրների միջև լիներ, ու սահմանը բացվեր առանց նախապայմանների։ Լրագրող է նաև Ահմեդ Ալթանը, հայտնի լրագրող։ Նա Թարաֆ ազդեցիկ թերթի գլխավոր խմբագիրն է։ Թերթը աչքի է ընկնում բանակի եւ այսպես կոչված խորքային պետության խիստ քննադատությամբ։ Ինչպես եւ իր հայրը, ականավոր գրող Չետին Ալթանը, Ահմեդը բազմիցս հարձակումների է ենթարկվել համարձակ քաղաքացիական դիրքորոշման համար։ Հայկական հարցում նրա հայացքները նույնպես առաջադիմական են։ Türkler Ermenileri 1915-i bilmiyorlar, Asala olarak. Թուրքերը հայկական հարց ասելով հասկանում են Ասալայի ահաբեկչական գործողությունները, սակայն մենք չէինք էլ փորձում հետաքրքրվել, թե ինչն էր այդ մարդկանց ստիպել զենք բարձրացնել թուրք դիվանագետների վրա։ Ինձ համար կարևոր